Շուտով մոտենում է բոլորիս համար շատ սպասված Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Հայերը Սուրբ Զատիկին սկսում են պատրաստվել տոնակատարությունից շատ առաջ։ Հատուկ ուշադրություն է դարձվում զատկական սեղանին, որտեղ յուրաքանչյուր ուտեստ ունի իր նշանակությունը եւ ինչ-որ բան է խորհրդանշում։ Մեր շրջանում այս տոնին պատրաստվում են յուրովի։ Վրաստանում ապրող հայերիս համար Զատիկը յուրահատուկ նշվող տոն է եւ տեղի բնակիչները Սուրբ Զատիկը նշում են 2 անգամ՝ հայ առաքելական եւ ուղղափառ տոնացույցով։ Զատիկը շատ հին ավանդական տոն է, որ ես շատ կսիրեմ։ Ամենալավ տոնը հայկական տոներից դա Զատիկն է։ Շատ կսիրեմ Զատիկը։ Զատիկը Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Դա է նշանակում Զատիկ։ Զատիկ բառը նշանակում է զատվել։ Դա պետք է բոլորը գիտենան։ Ինչ է նշանակում Զատիկ բառը։ Զատվել, երբ մարդ մահանում է, հոգին մարմնից զատվում է։ Մարմինը մնում է, հոգին համբարձում է երկինք։ Դա նշանակում է Զատիկ բառի իմաստը։ Հիմա ինչ ենք պատրաստում Զատկին։ Առաջներում պատրաստում էին գաթա, հավգիտը պետք է ներկել կարմիր, Հիսուսի արյունով։ Ես չեմ սիրում, որ տարբեր տեսակի գույներով են ներգում հավգիտը, կապուտ, կանաչ, հավգիտը պետք է լինի կարմիր, սոխի, կաբեջով կներգենք հավգիտը։ Ես միշտ այդպես եմ ներգում հավգիտները, ուրիշ ոչ մի գույն։ Բուլկիներ կթխենք, գաթա կթխենք, չամիջով, փլավ, բրնցով, ձուկ, անպայման պետք է լինի սեղանին, պետք է զարդարել գեղեցիկ, սիրուն կանաչով, կանաչի արդեն դրել եմ ես, սիրուն հավգտները ներկած, կանաչիների մեջը դրած, սիրուն պետք է զարդարել, գինի պետք է լինի սեղանին, բնականաբար հարկավոր է քնալ ժամ, մասնակցել ժամերգությանը, Քրիստոս հարյավի մերելոցին, պետք է այնտեղ ընդունել ամեն բան, գալ եւ տոնել Զատիկը։ Զատիկը պետք է յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտենա Զատիկի խորը նշանակությունը։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ներկված ձուն համարվում է հայության եւ նոր կյանքի խորհրդանիշ։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար։ Ճիշտն ասած, մեր ավանդական հայկական ծեսով Զատիկը միշտ եղել է կա, ինձ համար շատ սիրված տոն է, մանկուտի վեր, մանավանդ ձվախաղը, քանի որ դա յուրովի հետաքրքիր մի դրվագ է մանուկների շրջանում, ձևիկներով խաղում են, տարում են, անգամ մամայիս քերին շատ հնուց փայտից այն ձևի մի հատ ձևիկ էր պատրաստել, որ իսկականից չէիր տարբերի։ Դե հիմա արդեն վաճառում են խանութներում հենց այդ նույն տեսակով, մինչև ձեռդ չվերցնես չես հասկանա դա իսկական ձու է, թե արհեստական ինչ-որ մի զարդարանք։ Հիմա առաջվա վրա շատ է ամեն ինչ փոխվել, բայց պատրաստվում են ողջ տարվա ընթացքում այս օրվան զատկական տոնին, քանի որ իմ սիրած տոնն է, ես տարվա ընթացքում որտեղ ինչ աչքովս ընկնում է հարմարության եւ հնարավորության սահմաններում փորձում եմ պատրաստվել ավելի գեղեցիկ ու ճոխ դիմավորելու այս տոնը։ Երբ Երևան եմ գնում, մեր մոտ չկա այդպիսի բաներ, տարազով այդ մեր հայկական ավանդական սփռոցները, բռնակները, այդ գինիի ամանները եւ այլն ամեն ինչ տարվա ողջ ընթացքում հավաքում ենք, պատրաստվում ենք զատկական տոնին։ Թե չէ մեկ շաբաթվա, մի քանի օրվա ընթացքում կարծում եմ իմ նման մարդու համար հնարավոր չի Զատիկը հայկական ձևով հավուր պատշաճի դիմավորել, ընդունել եւ ճանապարհել։ Իմ համար ավելի մեծ խորհուրդ ունի զատկական տոնը, քան թե նոր տարին, աման օրը։ Իմ համար գերագույն հաճույք է Զատիկը նշելը։ Պատրաստվում ենք հենց ուրբաթ օրը
տան ընտանիքի անդամների քանակով, ինչպես տատիկս է սովորացրել, ձուն առանց ներկելու խաշում ենք, ուտում ենք, տատիկս ասում էր իրանց ծեսով բերն ցավի համար, դա չգիտեմ ինչա նշանակում, բայց անում եմ, արել եմ տատիկիս սովորեցրած ձևով։ Հետո պատրաստում ենք փլավները հաճարով սնկով կամ հաճարով հավի մսով, հետո բրինձով փլավը չամիչով չրեղենով, բուլկին է, գաթան է աղի, պասուց տոլման ձուկը, իհարկե ամենագլխավոր խորհրդանշող այս տոնի հետ կապված ներկված ձուն, կարմիր ներկելուց բացի նաև երեխաներին ուրախացնելու առումով ներկում ենք տարբեր գույներ նույնպես, բայց հիմնականում ավանդական ձևով հավկիթը պետք է լինի ձուն, կարմիր գույն, Հիսուս Քրիստոսի արյունով ներկված, այսինքն երկրագունդը։ Իսկ հետո երկուշաբթի օրն էլ արդեն հիշում ենք մեր անցավորներին, մեռելոցը, գնում ենք գերեզմաններ, հիշում ենք մեր մեծերին, մեր անցավորներին, խունգումում ենք ծխում, ծաղիկներ ենք խոնարհում, հողը թող թեթև լինի, աշխարհը խաղաղ լինի, ծնողներն էլ կարողանան երեխաներին ուրախացնել, իսկ նաև ուզում եմ շնորհավորել մեր բոլոր պաշտոնյաներին, քաղաքապետին եւ ամբողջ անձնակազմին, թող Սուրբ Զատիկը իր հետ բերի երջանկություն, խաղաղություն, ուրախություն, առողջություն։ Զատկական ուտեստներից է կարմրաներկ հավկիթը, չամիչով փլավը, ձուկը, հայկական համեղ գինին, լավաշը եւ թարխունը։ Ջավախցու զատկական սեղանը ավելի ճոխ է լինում։ Մեզ մոտ Սուրբ Զատիկը բոլոր տոներից ամենակարևորն է։ Սուրբ Զատիկից առաջ բոլոր հավատացյալները 48-օրյա պահք են պահում։ Շաբաթ երեկոյան Սուրբ Պատարագի ավարտին բոլոր հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոսի հարության առթիվ։ Իսկ կիրակի հանդիսավոր պատարագով սկսվում է Զատիկի իսկական տոնակատարությունը։